Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես հիմա գտնվում եմ մեր գործընկեր, իմ ընկեր Գևորգ Ստեփանյանի տան բակում, գիշերը ժամը 4:30 սիրելի հայրենակիցներ, ստակների կողմից հարձակում է տեղի ունեցել, կոտրել են Գևորգ Ստեփանյանի պատկանող ավտոմեքենայի ապակին, այրել են ավտոմեքենան, այն պարագայում, որ տանը Գևորգ Ստեփանյանի ընտանիքը փոքրիկ անչափահաս երեխաները քնած եւ այդ ձայնից, այդ հարձակումից ահաբեկված դուրս գալով, հիմա ուզում եմ ցույց տամ ինչպես է տեղի ունեցել, ուրեմն կոտրել են ապակին, որից հետո ակնհայտ է, որ ինչ-որ վառվող հեղուկով այրել են, նետել են ավտոմեքենայի ներսը, այրել են, ձայնից ահաբեկված հարևանները Գևորգ Ստեփանյան դուրս են եկել, զանգահարել են 911, բայց համապատասխան կառույցը շատ անհասկանալի ձևով թվացյալ ուշ է ժամանել եւ ի շնորհիվ հարևանների, ովքեր այդ պայթյունի ձայնից, այդ հարվածից ձայնից, որովհետեւ տենց նմանատիպ ձայն է դուրս եկել, ավտոմեքենան էլեկտրական ավտոմեքենա է եւ անհասկանալի է, թե այնուամենայնիվ ինչ է տեղի ունեցել, հարևանները հանգցրել են կրակը մինչ փրկարարների ժամանումը, հիմա տեսեք, այսինքն պատկերը եւ սիրելի հայրենակիցներ, Գևորգին անձնապես ունենալով ջերմ հարաբերություններ, ընտանեկան ընկերություն, բարեկամություն միասին իրար հետ, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, Գևորգ Ստեփանյան անձնապես ոչ մի թշնամի չի ունեցել, իր ապրելու ամբողջ գիտակից կյանքում երբևիցե ոչ մի մարդու հետ անձնական խնդիր չի ունեցել եւ այս փաստը ես դուրս գամ այս հատվածից միայն ու միայն իմ գնահատմամբ կապ ունի Գևորգ Ստեփանյանի եւ Մայր Հայաստան Դաշինքի քաղաքական գործունեության հետ ակնհայտ է, որ վերջին շրջանում այն դեպքերը, որ բացահայտվում է մեր կողմից եւ Գևորգ Ստեփանյանի կողմից, իրար հետ մենք երկուսով միասին մանկապարտեզի բակում թափված լույսերի խայտառակ իրավիճակներն ենք արձանագրել, Գևորգ Ստեփանյանը արձանագրել է Ծիծեռնակաբերդի անցումը, բազում կոռուպցիոն դեպքեր եւ մեր գործընկերներից Գևորգ Ստեփանյան միակն էր, ով անընդմեջ ասում է, որ քաղաքում ճգնաժամ է եւ ճգնաժամը հաղթահարելու մեկ լուծում ունի արտահայտ ընտրություններն եւ այս պարագայում եթե մտածում են, որ վերադարձել են 90-ականներ եւ փորձելով մարդու ավտոմեքենան այրել, լռեցնել, ուրեմն ասեմ, գլուխն այդ քարին եք տվել, երեսն այդ պատին եք տվել, այսինքն այն համակարգված պայքարը կոռուպցիայի դեմ որ կա, շարունակվելու է եւ քաղաքը իրոք ճգնաժամի մեջ է, այսինքն ինչ տեղի ունեցավ, երեք ՔՊ-ն, շատ ուղիղ եմ ասում, քաղաքացիական պայմանագիրը խրախուսեց բռնությունը եւ լկտիությունը եւ դրան հաջորդեց շատ արագ մյուս դեպքը, խիստ դատապարտում եմ այս ոճը, այս աշխատելավոճը, հասկանում եք, եւ այդտեղ ուրիշ հարց կար, 2 օր առաջ խոսում ասում էիք, բա որ տնից մեկը դուրս գա, դանակն առնի ինքնի հետևը, այսինքն հիմի դուք ինչ եք ուզում սրանով հասկացնել մեզ, հասկանում եք, եւ եթե մտածում եք, որ Գևորգ Ստեփանյանին կարող եք լռեցնել կամ Գևորգ Ստեփանյանը դրանից հետո չի պահանջելու ու չի ասելու, որ քաղաքում ճգնաժամ է, սխալվում եք չարաչար, նորից խիստ դատապարտում եմ եւ եթե ոստիկանությունը շատ արագ մի քանի օրվա մեջ չբացահայտեց ու չներկայացեց, չնայած բացահայտելու պարագայում էլ
ինչ որ մի հատ կգտնեն ինչ որ մեկին կփորձեն ուրիշ բան սարքել, բայց դե ակնհայտ է, նորից եմ կրկնում, Գևորգ Ստեփանյանի հետ ունենալով անձնական ընկերական հարաբերություններ արդեն 15 տարուց ավելի, Գևորգ Ստեփանյան իր ապրելաոճով բացի ՔՊ-ի կոռուպցիայից ու ՔՊ-ից որ տրորել է, կյանքում ոչինչ չի տրորել, ոչ մի մրջուն, հասկանում եք, եւ Գևորգ հանձնապես ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չունի։ Խիստ դատապարտում եմ այս գործելավոճը, խիստ դատապարտում եմ, սպասում ենք, տեսնենք իրավապահ մարմինները իրենց ինչպես են դրսևորում եւ նորից եմ կրկնում, երեկվա ՔՊ-ի պահվածքը խրախուսել թաղապետին, իսկ իրավապահ մարմիններին, որ գիտեք ինչ կա, թե ոչինչ չի եղել օրինակի համար, նորմալ մեղադրանք չեն առաջադրել, ոչ մի բան իր արածի համար չեն արել, թևերը փռել ու ասել ամեն ինչ անցած է, դրան հաջորդում է այս պատկերը, հասկանում եք, դրան հաջորդում է այս պատկերը։ Մեկ անգամ եւս ցույց տամ ինչա տեղի ունեցել, քանի որ հիմա շատ հայրենակիցներ ու եթերով միացել են ինձ, տեսեք, գիշերով եկե հարվածը ջարդել են պատուհանը, պատուհանի ներսը գցել են, լսել եմ վառվող հեղուկ, շուտ բռնկվող հեղուկ, չգիտեմ բենզին ա եղել թե ինչ ա եղել, որից հետո այրել են։ Այդ հարվածից, այդ հիմա հոտից զգացվում ոնց որ բենզին լինի, եթե անկեղծ, եթե ճիշտ ասեմ, դրանից հետո սիրելի հայրենակիցներ, Գևորգ Ստեփանյան դուրս ա եկել, Գևորգը այս տանն ապրում է իր անչափահաս երեխաների եւ կնոջ հետ եւ ի շնորհիվ հարևանների, ովքեր շատ արագ արձագանքել են, դուրս են եկել հարևանների օգնությամբ կարողացել են կրակը մարել։ Նորից մեկ անգամ եւս ասում եմ, խիստ դատապարտելի է եւ եթե ՔՊ մտածում եք կամ իշխանություն մտածում եք, որ 90-ականներն է ու կարող եք լռեցնել ընդդիմադիրներին կամ Գևորգ Ստեփանյան, նորից եմ ասում, գլուխներդ քարին եք տվել, երեսներդ պատին եք տվել, նորից եմ կրկնում։ Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, ես նորից կանդրադառնամ այս թեմային պարբեր։